Ազգային ժողովի մեծարգո նախագահ, Սահմանադրական դատարանի մեծարգո նախագահ, օրենսդիր, գործադիր, դատական իշխանության հարգելի ներկայացուցիչներ, Լինել անկախ եւ ուժեղ, ահա Սարդարապատի խորհուրդը, հայոց պետականության վերականգնման ու անկախ Հայաստանի լինելիության խորհուրդը։ Այսօր Սարդարապատում իշխողը հենց այս տրամադրությունն էր, որովհետեւ 1918 թվականի մայիսի 28-ը ոչ թե անհատների, այլ ողջ ժողովրդի պայքարի հաղթանակ էր։ Այսօր Սարդարապատի հուշահամալիր այցելեցին Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանը, օրենսդիր եւ գործադիր իշխանության ղեկավարներ եւ ընդհանրապես քաղաքական ողջ էլիտան։ Հանրապետության նախագահին, ազգային ժողովի նախագահին ու վարչապետին սպասում էին նաեւ ավանդական աղն ու հացը, գինին։ Հանրապետության ղեկավարները ծաղկեպսակ դրեցին Սարդարապատի հուշահամալիրին, իսկ հուշահամալիրի տարածքում Արմավիրի մարզի բնակիչները սեփական նախաձեռնությամբ սեղան էին բացել ու հյուրասիրում էին ունեցած բարիքներով։ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը օգտվեց անկեղծ հյուրընկալությունից, իսկ առջևում Սարդարապատի հերոսամարտի 83-ամյակին նվիրված տոնահանդեսն էր, երկու պար ասմունք։ Հայաստանի առաջին անկախ հանրապետության վերականգնումից 83 տարի անցել, երրորդ հանրապետության հռչակումից 10 տարի։ Եթե չլիներ 1920 թիվը, ըստ նախագահ Քոչարյանի, միգուցե ամեն բան այլ կերպ դասավորվեր։ Մայիսի 28-ը Արմավիրի մարզում յուրահատուկ օր է, տոն բառի բուն իմաստով։ Մարզը ներկայացնող 98 համայնքներն առատ սեղաններ էին բացել, իրենց աճեցրած բերք ու բարիքները հավասարապես ու ջերմորեն կիսելով երկրի առաջին դեմքերի հետ։ Նախագահն առանց բացառությամբ մոտենում էր յուրաքանչյուրի սեղանին ու շնորհավորում պետականության տոնի առթիվ։ Գյուղի բնակիչներին ոգևորում էր նախագահի ներկայությունը, նրանք հյուրասիրում էին եւ խոստովանում, որ սեղանի բարիքները բացառությամբ բանանի իրենց ամենօրյա քրտնաջան աշխատանքի արդյունք են։ Ազգային տարածներով երգն ու պարը, թոնրում թխվող լավաշը, խնոցիում հարվող մածունը, թել մանող փոքրիկներն ու տոնական շնորհավորանքներն հաջորդում էին իրար հաջորդող բարեմաղթանքներում կարմիր թելի պես անցնում էր մի գիծ՝ կապետություն, ժողովուրդ, մնում էր միասնական կամքի դրսևորում։ Ռոբերտ Քոչարյանի շփումը ժողովրդի հետ անմիջական էր, զրույցներն անկեղծ, Արմավիրի բնակչությունը համոզված է, որ մեր երկրին ու նաև Արցախին փայլուն ապագա է սպասվում եւ Ռոբերտ Քոչարյանը լիովին կիսում է այս տեսակետը։ Տոնական օրվա տպավորությունն ամբողջացրեցին հայկական երգն ու պարը, որոնք թևածում էին Սարդարապատում, խորհրդանշելով հայոց անկոտրում ոգին։